Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Ռուսաստանի նախագահը ելույթ է ունեցել Վալդայ ակումբում, Վլադիմիր Պուտինի հիմնական հայտարարությունները վերաբերել են ուկրաինական հակամարտությանը, մեղադրանքներ Եվրոպային, գովասանանք Թրամփի ուղղությամբ։ Նա մասնավորապես ասել է, որ ռուսական զորքերը առաջ են շարժվում գրեթե ամբողջ մարտական շփման գծի երկայնքով Ուկրաինայում։ Պատերազմը կարող էր կանխվել, եթե Ուկրաինան չվերածվեր օտար ձեռքերում կործանարար գործիքի, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը, որը առաջ է շարժվում դեպի մեր սահմանները, չօգտագործվեր այս նպատակով, եթե Ուկրաինան ի վերջո պահպաներ իր անկախությունը, իր ինքնիշխանությունը, ասել է Պուտինին, այնուհետև ցավով նշել դեռևս հնարավոր չէ դադարեցնել մարտական գործողությունները։ Սակայն դրա համար պատասխանատվությունը կրում է ոչ թե մեծամասնությունը, այլ փոքրամասնությունը, առաջին հերթին Եվրոպան, որը անընդհատ սրում է հակամարտությունը, ասում է Պուտինը։ Ռուսաստանը ուշադիր հետևում է Եվրոպայի ռազմականացմանն ու պատրաստ է հակահարված տալ, բայց Մոսկվան չի տրվի սադրանքների։ Ռուսական բանակն այժմ աշխարհում ըստ Պուտինի ամենամարտունակն է եւ սա ըստ նրա չափազանցություն չէ։ Ուկրաինայում այն պայքարում է ՆԱՏՕ-ի երկրների, ոչ թե Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Եթե Ռուսաստանը թղթեվագրե, ապա ինչ է այդ դեպքում ՆԱՏՕ-ն, նշում է Պուտինը։ Իդեպ թղթեվագրի հետ Ռուսաստանի համատությունը արել է Դոնալդ Թրամփը։ Ուկրաինայում պատերազմը ընդհանրապես տեղի չէր ունենա, եթե Թրամփը այդ ժամանակ իշխանության գլուխ լիներ ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի ազգային շահերից մեկն է, ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ ամերիկյան Թամվակ թևավոր հրթիռների հնարավոր մատակարարումը Ուկրաինա կվնասի Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, բայց չի փոխի մարտադաշտի իրավիճակը։ Դրանք, ասում է, հզոր զենքեր են, ճիշտ է, դրանք այլևս բավականին ժամանակակից չեն, բայց հզոր են ու սպառնալիք են ներկայացնում։ Սա ընդհանրապես չի փոխի մարտադաշտում ըստ Պուտինի ուժերի հավասարակշռությունը։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն էլ ըստ նրա հարմարվել են ամերիկյան Ատամքս հրթիռներով, ասել է Պուտինը։ Եվ այժմ կզրուցեմ քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ։ Ողջույն, պարոն Քամալյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ողջույն, ես եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, եւ այսպես Վալդայի ելույթում, բավական ծավալուն ելույթում, հա, Պուտինի հիմնական այդ թեզերը մենք կռվում ենք ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի դեմ, մենք աշխարհի ամենամարտունակ բանակն ենք, մենք սպառնալիքները Եվրոպային, նրա անդրադարձը սպառազինությունների ձեռքբերմանը եվրոպական, այնուհետև ամեն ինչ, այսպես ասենք, մեղավորությունը բարթելով ըստ Պուտինի փոքրամասնության վրա Ուկրաինային ներքաշել դեպի ՆԱՏՕ ու նման բաներ, զրկել ինքնիշխանությունից, վերածել գործիքի։ Իդեպ սան գրեթե այն խոսույթներն են, որ նաև Հայաստանի մասով են ասում, հա, իրենց պրոպագանդիստները։ Ինչ էր ընդհանուր այս Վալդայի եզրակացությունը Պուտինի ելույթից հետո, նշեմ, որ այս ելույթը մեկնաբանել է Պուտինի խոսնակը, նշելով, որ սա այնպիսի ելույթ էր, որին սպասում էր ամբողջ աշխարհը եւ սա առանձնահատուկ կարևորություն ունեցող էր։ Ինչն էր այստեղ առանձնահատուկ, ինչ էր ուզում ասել Պուտինը եւ ինչ եզրակացություն ենք անում Վալդայից։ Մինչև բուն հարցին պատասխանելը եկեք մի քանի արձանագրումներ անենք, շատ կարևոր է նման մակարդակի, նման հզորության երկրի քաղաքականությունը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ տվյալ երկրի քաղաքակրթական էությունը։ Շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ Ռուսաստանի քաղաքակրթական էության հիմքում ընկած է իմպերիալիզմի գաղափարը, իսկ Պուտինը այդ կարևոր, որպես կերպար կարևոր, այդ իմպերիալիստական գաղափարախոսության կարևոր բաղադրիչներից մեկն է, այդ ինքնության կարևորագույն մասնիկը։ Այստեղ պայմանականորեն ենք ասում Պուտին, այստեղ կարող ենք նշել Պյոտր առաջին կամ մնացած ցարերի անունները, հա։ Իզուր չէ, որ վերջերս Պուտինը շատ անգամներ հղումներ անում տարբեր ցարերից արված մեջբերումներին եւ դա ցույց է տալիս, որ իրենց համար շատ կարեւոր է այդ պատմական Ռուսաստան կոչված այդ ուղղափառ Ռուսաստան, այդ գաղափարախոսություն։ Եթե մեր տարածաշրջանի երկրները
հատկապես հերթխորհրդային տարածաշրջանի ժողովուրդների անկախականները սա շատ լավ հասկանում են, ապա արևմուտքում այս Ռուսաստանի հետ կապված հարցերում դեռևս երկարաժամկետ ռազմավարական որոշումները կայացված չեն։ Հատկապես ամերիկյան establishment-ում այդ բանավեճը երկար ժամանակ է ընթանում է։ Այնտեղ կան բազմաթիվ խոշոր քաղաքական մտածողներ, Միրշտայմերը, Բժեզինսկին, որոնք տարբեր տեսակետներ են ներկայացնում եւ այդ բանավեճը արկա է, օրինակ ամերիկյան վերնախավում քաղաքական այդ բանավեճը արկա է։ Դեռևս նրանք երկարատև ռազմավարական որոշում չեն կայացրել ինչպես վարվել Ռուսաստանի հետ, որովհետեւ իրենք էլ չեն հասկանում, թե Ռուսաստանը վերջնական առումով ինչ է ուզում, հա։ Իրատեսական քաղաքական միջազգային քաղաքականության կրողները, այսինքն Միրշտայմերի նման մտածողները կարծում են, որ արևմուտքի քաղաքական, ռազմաքաղաքական ընդլայնումը, այսինքն ՆԱՏՕ-ի ընդլայնումը գրգռելու էր Ռուսաստանի եւ չպետք է դա աներ, իսկ հակառակ տեսակետ կրողները հիմնականում դրանք գլոբալիստներն են, որոնք համարում են, որ արևմուտքի գերակայությունը, գլոբալ գերակայությունը բոլոր խնդիրների լուծումն է, հա։ Եվ այս պահին դեռևս որոշումները կայացվում են կարճաժամկետ եւ միջնաժամկետ նպատակներից ելնելով, հիմնականում հարմարվում են Ռուսաստանի գործողություններին, բայց կրկնում եմ, երկարաժամկետ առումով որոշում կայացված չէ։ Օրինակ ԽՍՀՄ-ի պարագայում, երբ որ սառը պատերազմն էր, այդ որոշումը կայացված էր։ Այդ որոշումը կայացված էր, որ ԽՍՀՄ-ը որպես հեգեմոն եվրասիական հեգեմոն, այսպես ասած, պետք է կործանվի, բայց այս պահի դրությամբ ներկա պահին Ռուսաստանի մասով կրկնում եմ այդ որոշումը կայացված չէ, այդ որոշումը նաև եվրոպական establishment-ում կայացված չէ, այստեղ էլ մոտեցումները տարբեր են եւ Ռուսաստանի նախագահը դեռևս կարողանում է այս ամենից շատ հմտորեն օգտվել։ Իհարկե պատերազմը չի կանգնելու, Ուկրաինայում պատերազմը երկարելու է եւ դեռևս ոչ մի տեսաբան չի կարող ասել կոնկրետ ժամկետներ եւ կավարտվի այս պատերազմը։ Եվ շարունակելով պատերազմը, օրինակ Ռուսաստանը ինչ հարց է լուծում։ Ռուսաստանը ըստ էության առաջնայինը ունի սեփական դիրքերի, ռազմաքաղաքական դիրքերի վերականգնման նպատակ, հա, ավելի շատ ռևանշիստական նպատակ։ Իզուր չէ, որ Պուտինը մի շարք անգամներ ասել է, որ իր համար խորհրդային կայսրության փլուզումը դա ողբերգություն է, եւ իրենք էլ այն տեսակետին են, որ Ուկրաինան, մասնավորապես Ուկրաինան, շատ կարևոր նշանակություն ունի ռուսական կայսրության համար, եւ եթե իրենք համարում են, որ իրենք կայսրություն են, ապա Ուկրաինան պետք է լինի այդ կայսրության մաս, եւ այս պատերազմը հենց այս ռազմաքաղաքական եւ այս ռազմավարությամբ էլ սկսվել է Ռուսաստանը եւ բնականաբար իրենց նպատակներ, այսինքն բլիցկրիգով այդ պատերազմը վերցնելը չի ստացվել, սա պերմանենտ արդեն պատերազմ է, որի նպատակը ուկրաինական պետության քաղաքական ինքնության ոչնչացումն է։ Ոչ թե տարածքների նվաճում, այլ քաղաքական ինքնության ոչնչացումն է։ Եվ քանի դեռ այդ ինքնությունը առկա է, դիմադրություն լինելու է, եւ դրա համար այդ պատերազմը չի կանգնելու եւ Պուտինը նույնիսկ ամենափոքր հնարավորության եթե մտածում է, որ ինչ որ մի փոքր հնարավորություն ունի այդ ինքնությունը ոչնչացնելու ռազմական ճանապարհով, նա չի կանգնեցնելու այդ պատերազմը։ Այսինքն նաեւ Վալդայի հիմնական ուղերձը դա էր, որ ոչինչ չի կանգնելու։ Դե Վալդայի հիմնական ուղերձը այն դա չէր, ես նշեցի, որ մենք Պուտինը արձանագրում է, որ մենք կայսրություն ենք, որ աշխարհը միաբևեռ չի կարող լինել, մենք այդ աշխարհի որոշում կայացնողներից մեկն ենք, եւ արդեն իսկ միջնաժամկետ եւ կարճաժամկետ նպատակներով դա պարզ է, որ նրանց մեր կրեմլյան գաղափարախոսները շատ վաղուց են արձանագրել, որ Ռուսաստանի ամենակարևոր բանը հետխորհրդային տարածքի լանդշաֆտի ներքո կայսրության նորից մեծ կայսրության ձևավորումն է։
Ուղերձներից հիմնականը այս սրանք էին։ Դա վերաբերում է նաև Հայաստանին։ Հայաստանը ավտոմատ կերպով այդ ամենի մեջ է շատ վաղուց։ Արդեն 200 տարի է Հայաստանը այդ ամենի մեջ է։ Շատ լավ, եթե Հայաստանի մասով այդ հարցերը դիտարկենք, հա, դրան դիմագրավելու, դրա, այսպես ասենք, դեմն առնելու, դա թույլ չտալու, ինչպիսի հնարավորություններ, ռեսուրսներ ունի մեր երկիրը։ Այստեղ արդեն պետք է ռեգիոնալ նայենք, ոչ թե միայն Հայաստանի մասով, Ռուսաստանը ողջ ռեգիոնն է ուզում, ոչ իրենց ռուսական քաղաքագիտական տերմինաբանությամբ Անդրկովկաս, հա, իրենք ողջ Անդրկովկասն են ուզում։ Այստեղ ամենակարևորագույն կոմպոնենտը, որ կարող է Ռուսաստանին թույլ տալ, որ Ռուսաստանի դեմ դիմադրի Անդրկովկասը, իրենց լեզվով ասած, հա, դա ռեգիոնալ խաղաղությունն է։ Եվ իզուր չէ, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան շահագրգռված են, որ այդ ռեգիոնալ խաղաղությունը կայանա։ Իսկ ռեգիոնալ խաղաղությունը միայն եւ միայն հնարավոր է, եթե այն դրվի ինստիտուցիոնալ մակարդակի, հա, դա արդեն ճանապարհների ապաշրջափակում եւ այլն, այն ինչի մասին այս երկար ժամանակ խոսվում է այս թեմայի շուրջ։ Բայց ասում եք ճանապարհների ապաշրջափակում եւ այլն, դե բնականաբար նաեւ օգոստոսի 8-ի համաձայնություններ, Լավրովը ասեց, երբ այդ համաձայնությունները ձեռք բերվեցին, այդպես շատ այնց ուրախություն, ծափեր եւ այլն, երբ դրանք հրապարակվեցին, արդեն սկսվեցին հոռետեսական կանխատեսումները, այսինքն այդտեղ ինչ որ առանձնահատուկ բան չկար։ Դա իրենց քարոշչական հնարքներն է, հոռետեսություն քարոզել, անդադ մարդկանց մեջ վախ սերմանել, դա բնորոշ է ռուսական հատուկ ծառայություններից ենթարկվող պրոպագանդիստներին, ներկապային բնականաբար չի կարելի ասել, որ դա երկարատև խաղաղության ինչ-որ կարևորագույն բան է օգոստոսի 8-ը, բայց այն շատ կարևոր քայլ է ռեգիոնալ խաղաղություն հաստատելու ճանապարհին Եվ շատ կարևոր է դա տեղի է ունենում աշխարհի թիվ 1 պետության միջնորդությամբ, հա, եւ նա փորձում է մասնակից դառնալ այդ ամենին։ Հիմա Ռուսաստանը ինչքան էլ Պուտինը այսպես աշխարհակալ դիրքերից է հանդես գալիս, ելույթներ է ունենում, մենք տեսնում ենք, որ նա անկախ բոլոր հանգամանքներից, իրենց սահմանած նպատակներից Պուտինը խնդիրներ ունի նույնիսկ Ուկրաինայում եւ հիմա իր ամբողջ ներուժը եւ ամբողջ էներգիան նրանք ծախսում են դեպի Ուկրաինայի ուղղությամբ, այո, մեր նման ռեգիոններում ավելի շատ փորձում են ներքաղաքական process-ների միջոցով ահաբեկություն գործել եւ դրա գործիքներից մեկը այդպիսի ռետորաբանություն բանեցնել է, բայց շատ կարեւոր է արձանագրել, որ որոշակի կոնսենսուս կա ձևավորված նույն Թուրքիայի հետ կապված նույն Վրաստանի, ինչքան էլ Վրաստանը վերջերս շեղվել է որոշակի ինտեգրացիոն ուղղություններից, բայց Վրաստանը եւս խաղաղության կողմ է եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ այս ամենի մասին բավականին դրական է տրամադրված նաեւ Իրանը, ինչքան էլ նա կասկածներ ունի, ինչքան էլ որ այս process-ի միջնորդը հանդիսանում է Միացյալ Նահանգները, որը մեծ գլոբալ հակամարտություն ունի Իրանի հետ, ամեն դեպքում Իրանը բավականին կերպով ընկալում է այս process-ը դրական տեսանկյունից։ Դրա համար ասում եմ Ռուսաստանի համար շատ բարդ է այս պահին վիժեցնել այս process-ը։ Միայն եւ միայն այս process-ը կարող են վիժեցնել ռեգիոնում առկա երկրները։ Ներկապային այդպիսի որոշակի էլեմենտներ նկատվում է Ադրբեջանի կողմից, որը ոչ հարիր ռետորաբանություն է օգտագործում այս process-ի մասին, այդ Լանգեզուրի Միչանսկի մասին անդադ հստակ հասկանալով, որ դա որոշակի էմոցիոնալ դաշտ է ստեղծում հայկական քաղաքական իրականություն։ Շնորհակալություն, պարոն Քամալյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանն էր։ Այժմի համար այսքանն ենք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։